Ողջունում եմ քեզ, սիրելիս, Աստծո օրհնությունը լինի քեզ հետ։ Ուզում եմ մի հատ իրավիճակի մասին պատմել, որ իրականում, գիտեք, ժամանակ առ ժամանակ Աստված ինձ զարմացնում է իր մեծությամբ, իր գեղեցկությամբ, իր հրաշալիությամբ։ Մի քանի օր առաջ մի աղջիկ, որը որ հեռացել էր եկեղեցուց, հեռացել էր Աստծուց, նա շատ ծանր պայմաններում էր հայտնվել եւ շատ ծանր, շատ սարսափելի իրավիճակում էր հայտնվել եւ մոտարապես 10 տարի է նա հեռացել էր Աստծուց, հեռացել էր եկեղեցուց եւ գիտեք, նա կանգնած աղոթում է եւ ասում է Հիսուս, եթե դու շադիր ես իմ հանդեպ եւ եթե դու ինձ լսում ես եւ եթե դու ինձ սիրում ես ու պատրաստ ես ինձ հնարավորություն տալ, խնդրում եմ մի նշան տուր։ Եվ նա տաքսի է պատվիրում, այդ ժամանակ պատվերը վերցնում եմ եւ այդ աղջիկը երբ որ նստեց մեքենա, նրա աշկերը միանգամից լցվեցին։ Նա սկսեց արտասվել եւ ես նրան հարց եմ տալիս, ասեմ, իսկ ի՞նչ է պատահել, խեք լացում, եւ նա պատմեց այդ ամենը, ասում է, ես հեռացել եմ Աստծուց, ես ձեզ ճանաչում եմ TikTok-ի միջոցով, Facebook-ի, Instagram-ի, YouTube-ի, ասում է, դուք Դանիելյան Ռոմանն եք։ Գիտեք, մենք աղոթեցինք, նա նորից նվերեց իր կյանքը Քրիստոսին։ Հաջորդ օրը նա վկայում է, որ Քրիստոս իր կյանքում հրաշքար է, բերել է խաղաղություն, իրավիճակա փոխել։ Գիտես, սիրելիս, ես ուզում եմ քեզ ասել, կապ չունի դու որտեղ ես, ինչի մեջ ես հայտնվել։ Մեր Աստված, երբ որ երկնքից նայում է, նա չի տեսնում սարերն ու օվկիանոսները, նա տեսնում է հենց քեզ, քո խնդիրները։ Նա տեսնում է քո իրավիճակն ու կարգավիճակը եւ ուզում է քո կողքին կանգնի, վստահի Հիսուսին։ Տերը շատ օրհնի քեզ։ Աստված, գիտես, ես քեզ ասեմ, որ Աստված շահագրգռված է մեր կյանքում հրաշք անելու։ Եվ Աստված ամեն անգամ ուզում է հնարավորություն տա մեզ, որպեսզի մոտենանք իրեն։